Աննա Հակոբյանը իրենց քննադատողներին անվանում է տխմար, ոչիլ եւ համբալ եւ ասում է հայհոյողներին հայհոյանքով է պատասխանելու, ինչ կասեք։ Ասելու ոչ մի բան չունեմ, հոգնել ենք իրանցից էլ, իրանց նկատմամբ կարծիքներ հայտնելուց էլ, ամեն ինչից էլ։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, մի քիչ պետքա ամոթ ունենալ, ուրիշ ոչ մի բան։ Աննա Հակոբյանին ինչ կասեմ, որ դա ճիշտ չի ու յուրաքանչյուր իրան հարգող մարդ ուրիշին չի կարող վիրավորի։ Իսկ առհասարակ այս երևույթը, որ Աննա Հակոբյանը բոլորին անդրադառնում է, իրենց քննադատողներին պատասխանում է կոպիտ ձևով, դա ինչպես եք մեկնաբանում։ Ես չեմ կարող մեկնաբանեմ ինչ-որ մի բանով, բայց ես գիտեմ, եթե ինչ-որ մեկին քննադատում ես, ինքդ քեզ մի հատ ուշադրություն դարձնես։ Սխալ է շատ, սխալ է արտահայտվում, չի կարելի նմանատիպ ձևով։ Իսկ ինչու է որոշել այդպես անել, ինչ եք կարծում։ Ճիշտ ասած, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում ինձ թվում է որակի բացակայություն է մակարդակի, ընդհանրապես այդքան։ Իսկ ինչա մտածում ինքը, երևի ավելի ճիշտ է այդ հարցը իրան տալ։ Եթե ես անձամբ լսած լինեի, կտայի ձեզ պատասխան, բայց չեմ լսել։ Շատ ակտիվացել եւ կնայեմ, հետո կպատասխանեմ։ Ինքը իր հասցեն է տվել ընդամենը։ անվանել է Սաղալ է դրան գյուլեք պրծեք արետ։ անվանել է համբալ։ Հակոբյանը իրենց քննադատող քաղաքացիներին անվանել է համբալ, ոչիլ եւ տխմար, ինչպես նաեւ ասել է, որ Շատ են ցեխը գցում իրան, ասել տեղն ով իրան վարկաբեկում է թող ասի։ Ես ամեն մեկն է ինքնասիրություն եւ հայհոյելու է բոլոր հայհոյող։ Ասում են այդ խեժ Նիկոլին նստեց կրակն ընկա։ Ինչ ասես ասում են, բա կարելի է։ Իսկ ինչու են ասում։ Լավ չեն անում։ Ոչ մի բան չի արել ասել։ ասելը։ Իսկ նորմալ է, որ վարչապետի կինը այդպես է անվանում քաղաքացիներին։ Չէ, իհարկե, դա նորմալ չի, բայց եթե իրան վիրավորում են, ինքն էլ պատասխանել այնց տվում է։ Ինքը միամիտ կարող է ինչ-որ վիրավորի, չէ, չեմ կարծում։ Չի կարելի, մարդկանց հասցեին տենց բաներ խոսան, չի կարելի։ Ամեն մարդ իր մասին մտածի, ժողովուրդը ինչ պետք է անի, ոչ մի բան։ Ինչքան հնարավոր է, միշտ պետք է մեկը մեկին հարգի։ Եթե չհարգեց, այտենց է սաղներ տխմար են մնալու։ Ինչ ասեմ, չի կարելի հայոյել, չի կարելի ընդհանրապես անպատվել։ Այն ժամանակ ես այն շարժման առաջ օրերից ելել եմ, այն ժամանակ դախր չեք իմանում ինչ էր, ինչպես էր, ժողովուրդը համախմբվել էր, բերում էին ուտելիքը ամեն ինչ, մի հատ ոսկե ցեպ էին գտնում, հանում էին ես ումնա, արեք ստեղ, հիմի ինչ է կատարվում, ապուշություն, միայն ապուշություն։ Ինչու է վարչապետի կինը այդ քաղաքականությունը որդեգրել, որ պետք է իրենց վիրավորողներին նույն ձև վիրավորի պատասխան։ Ապուշություն, միայն ապուշություն, որը միքել ապուշ, ես ուրիշ բան չունեմ ասելու, թող մտածեն, վերջը մի բուր հայեք մնացել, համախմբվեք, ինչ էլ է, մեկը մեկին հարգեք, պատվեք, ուրախացեք մեկը մեկով, ոչ թե ինչ-որ անպատվեք, չի կարելի, իմ անուն էլ հրաչ է, Արաբոյի հրաչն է։ Ես գիտեմ, որ ամեն մարդ ունի իր մագարտակը, եթե ինքը իրեն թույլ է տալիս մարդկանց աշխանի վիրավորումը, ուրեմն ինքը նույնն է, ինչ տարբերություն։ Ամեն մարդ եթե մեկին վիրավորում է, դա առաջիներն ինքը իրեն է վիրավորում, ոչ թե դիմասենին։ Ողոր մի պապիս ասում էր, քամի է հայոյանքը կամ զպարտանքը, քամինքը քշի կտանի, բայց կարևորը, որ իրական կյանքում մարդ մնա, ապրի եւ արարի։ Թե չէ սրանցից ոչ մի լավ բան ես չեմ սպասել ու չեմ սպասելու։ Հենց առաջի օրվանից էլ ես չեմ սիրել ու չեմ համարել, որ իրոք դա ճիշտ էր, որ եկավ Փաշինյանը ղեկավար դարձավ եւ ամբողջ մեր հայ ազգի մեջքը ջարդեց, ողնաշարը։ Հնարավոր չի տենց բան ասի։ Դա մակարդակը իր խոսքերից է երևում։ Ես չեմ ընդունում նմանատիպ պահվածքի տեր մարդկանց նման ձևով պատասխանել։ Թե կին արմատ իրան ուզում է տենց պայի, թող պայի։ Մեկը ավելի շատ ստանալու է։